Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Միջազգային համաժողովի ավարտական հայտարարությունը նվիրված Արցախի, Լեռնային Ղարաբաղի մեջ հայկական կրոնական, մշակութային և պատմական ժառանգության պահպանման։ Ազգային ժողովի նիստին անդրադարձ Բուկ Լևալանսի հանդիպման և մերձաբանի պատմության։ Շուշի ընկերային գրթական և փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպությունը ողջունեց Զվիցերիո որոշումը աջակցելու Արցախյան խաղաղության ֆորումին, Աշոտ Հարությունյան։ Արցախի դրոշը իբրև հայ բնակչության ինքնության խորհրդանշան եղած է և կմնա Ադրբեջանի կողմէ շարունակվող գտանքներու և ռասայական ադելության կենտրոնը։ Սայադ Նովայի մանուկներու երջախումբը հանդես եկավ օրհնյակույի մեջ։ Մարտինի դարպասները կպատմեն այն, ինչ մարդիկ չնսեր։ Նսեմացնող բնդումներ և սպառնալիքներ, գործողության կոչեր, հայերու թեմ հրեդորապանությունը և դինամիկան ադրբեջանական հասարակական ցանցերում մեջ։ Ալիշիա Դուկանի գլխավորած պատվիրակությունը այցելեց հայերու թեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիր։ Բերն, Շվեյցարիա, մայիս 27-28 2025 Այս միջազգային համաժողովը նվիրված է Արցախի մեջ հայկական կրոնական, մշակութային և պատմական ժառանգության պաշտպանության։ Այն կայացավ իբրև արձագանք 2023-ի հայոց հարգադիր տեղահանման և ժառանգության շարունակական ոչնչացման։ Հիմնված միջազգային իրավունքի վրա, ներառյալ 1954-ի Հաագայի դաշնակիրն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստաթուղթերը, համաժողովը կոչ կնե համաշխարհային գործողության։ Անդրադարձ կատարվեցավ Արցախի 120,000 հայերու տեղահանման, հայկական եկեղեցիներու, գերեզմանոցներու և մշակութային կառույցներու ճնշման, որ փաստագրված է շարք անկախ կազմակերպություններու կողմէ։ Վերահաստատվեցավ, որ մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային իրավունքի խախտում է և կրնա դիտվել իբրև ցեղասպանության ցուցիչ։ ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և այլ մարմիններ հրավիրվեցան պատասխանատվություն ստանձնելու և վերադարձի իրավունքը երաշխավորելու։ Բազմակրոնական առաջնորդները ընդգծեցին, որ ժառանգությունը հավատքի և ինքնության կենդանի արտահայտություն է և կրոնական համագործակցությունը կարևոր է ապաքինման և հաշտեցման համար։ Համաշխարհային համակարգված գործողություններու գոչ ՅՈՒՆԵՍԿՕ-ին անհաբաղ վերահսկող առաքելություն Արցախ։ Կառավարություններուն դիվանագիտական և իրավական քայլեր ժառանգության պահպանման և գերիներու ազատման համար։ Եկեղեցիներուն շարունակել պաշտպանական գործունեությունը։ Եկեղեցիներու համաշխարհային խորհրդին ուխտակնացություն հայկական սրբավայրեր։ Համալսարաններուն փաստագրություն և գրթություն։ ԶԼՄ-ներուն խորքային լուսաբանում Արցախի մասին։ Օրինակներ քաղվեցան Կիպրոսեն, Հունաստանեն և Իրաքեն։ Ընդգծվեցավ, որ ժառանգության պահպանումը հիմք է հաշտության, իսկ անոր ոչնչացումը ցավի խորացման։ Ընդհանուր հանձնառություններ։ Շարունակել հայկական ժառանգության պաշտպանությունը։ Կառուցել միջկրոնական համագործակցություն։ Աջակցել անցումային արդարության։ Գործածել բոլոր ցանցերն ու կառույցները սրբազան ժառանգության պաշտպանության համար։ Այս հռչակագիրը համերաշխության, պատասխանատվության և համընդհանուր մասնակցության հավաքական կոչ է։ Արցախի ժառանգությունը համամարտկային է և անոր պաշտպանությունը համամարտկային պարտականություն։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ պատգամավորները ներկայացուցած են Բուրգ Լևալանս քաղաքին մեջ տեղի ունեցած միջոցառման մանրամասնությունները, ուր նախագահ հայտարարությունը ներկայացուցած է Հաագայի դատարանին առնչությամբ։ Քննարկված է նաև բարոն նախագահ Արմենակ Աբրահամյանի զինվորական ուղին, ներառյալ անոր մասնակցությունը արցախյան պատերազմներուն։ Ընդգծված է Զվիցերիո մեջ արցախցիներու կազմակերպած հավաքի կարևորությունը։ Նիստի ավարտին անդրադարձ կատարված է Մերձաբան գյուղի պատմության և հիշատակված է գյուղի նվիրյալ ուսուցչուհին։ Պատգամավորները իրենց դիրքորոշումները պիտի ներկայացնեն հաջորդ նիստի ընթացքին։ Շուշի սոցկրթական և փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպությունը ողջունեց Զվիցերիո դաշնային ժողովի երկու պալատներուն, կանտոններու խորհրդին և ազգային խորհրդին որոշումը աջակցելու հանուն Արցախի խաղաղության ժողով նախաձեռնության։ Այս նախաձեռնությունը հիմնված մարդու արժանապատվության, ազգային ինքնության և միջազգային իրավունքի վրա կարևոր հարթակ կստեղծի Արցախի և բռնագրավող Ադրբեջանի միջև չեզոք երկխոսության համար։ Ժողովի նպատակը համահունչ է միջազգային իրավական փաստաթուղթերուն 1948-ի ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման, 1951-ի փախստականներու համաձայնագրին, մարդու իրավունքներու համընդհանուր հայտարարության 10-րդ հոդվածին և 2023-ի միջազգային արդարադատության դատարանի վճիրին, որ ստիպեց Ադրբեջանին ապահովել Արցախի հայ բնակչության անվտանգ վերադարձ։ Շուշի կենտրոնը կշեշտե, որ վերադարձը պետք է կազմակերպվի միջազգային դիտորդական ներկայությամբ, մշակութային ինքնությամբ և մարդասիրական իրավունքներով, ռազմագերիներու ազատ արձակմամբ, ունեցվածքի վերականգնումով և գրթության և կրոնական
ռազմաբանական ժառանգության պաշտպանությամբ։ Զվիցերի օդաշնային խորհուրդը շտաբ կհրավիրեց ձեռնարկելու նախապատրաստական քայլեր, ներգրավելով Արցախի դեղահանված համայնքներու լիազոր ներկայացուցիչները եւ բացառելով ադրբեջանական իշխանություններու գոմնագիցները։ Ղարաբաղության եւ միջազգային միջնորդության համար պետք է ներկայացվի Շուշիի լիազոր ներկայացուցիչ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյան։ Գոչ կողվի համայն հայության պայքարել Արցախի եւ բնիկ հայության իրավունքները արժանապատիվ եւ միջազգային իրավունքներու հիմքով վերականգնելու համար։ Շուշի գետրոնը կվերահաստատե իր նվիրումը պաշտպանելու Արցախի հայության անհատական եւ հավաքական իրավունքները եւ պատրաստ է համագործակցել միջազգային գործընկերներու հետ խաղաղության համաժողով կազմակերպելու համար։ Հունիսի 2-ը Արցախի դրոշի օրն էր։ 1992-ին Ստեփանագերդի մեջ առաջին անգամ բարձրացավ Արցախի երակույն դրոշը։ Ան ազատության, ինքնորոշման եւ հայ ազգի ստեղծագործության խորհրդանիշ էր։ Այսօր Արցախի դրոշը վտանգված է։ Թիրախավորված է Ադրբեջանի կողմէ, որ կփորձե վերացնել Արցախի ինքնությունը։ Մենք կգանչենք միջազգային գազམ་ագերբություններուն պաշտպանելու այդ խորհրդանշանը եւ Արցախի ազգի իրավունքները։ Սայադ Նովայի մանուկներու երգչախումբը հունիսի 1-ին ելույթ ունեցավ Օրթակյոյի թարգմանչած վարժարանի բեմի վրա։ Միջոցառումը, որոն մեջ միախառնված էին երգերը եւ խաղերը, առանցնացավ արևմտահայերեն երգացանկով։ Երգչախումբի ղեկավարը շեշտեց, որ իրենց նպատակը միայն երգ սորվեցնելը չէր, այլ երգի եւ խաղի լեզվով երեխաները գաբել հայերենին։ Ցանկացանք, որ հայերենը դառնա մասնակցության, շփման եւ ուրախ ստեղծագործության լեզու բոլոր երեխաներուն համար, նշեցին գազམ་ագերբիչները։ Մարտինը Արևմտյան Հայաստանի հնագույն մշակութային կետրոններեն մեկը այսօր ալ կպահպանե իր բազմազան սակայն վտանգված ինքնությունը։ Այստեղ գաբրին վերջին հայերն ու ասորիները պայքարելով իրենց հոգևոր եւ մշակութային ժառանգության պահպանման համար։ Այսօր հին շուկայի մեջ մնացած են շուրջ 20 արհեստանոց, սակայն արվեստը գորուստի եզրին է։ Քրիստոնեական համայնքները, հայեր, ասորիներ, գաթողիկներ եւ պրոտեստանտներ միասին գաղութեն գիսելով նույն դաջարները։ Մարտին մշակույթի եւ հավատքի կենթանի տանկարան այսօր ալ գտիմատրե սակայն կմնա վտանգված։ Այցելել Մարտին կնշանակե զգալ հայկականությունը Արևմտյան Հայաստանեն ներս։ Միջազգային եւ համեմատական իրավունքի կետրոնը եւ արդարադատության եւ մարդու իրավունքներու հայկական իրավական կետրոնը համատեղ զեկույցով վերլուծած են Ադրբեջանի կողմէ տարածված հագահայ ելույթները 2023 թվականի օգոստոսեն մինչեւ հոկտեմբեր։ Հիմնական խմբակներ. Առաջին, հայերուն թեմ նսեմացնող վիրավորական արտահայտություններ եւ սպառնալիքներ։ Երկրորդ, գոչեր, ուժի գիրառման եւ դարածքային պահանջներու հրեդորապանությունը ուղղված էր թե ներքին հայատյացություն խթանելու եւ թե միջազգային լսարաններուն Ադրբեջանի գործողությունները արտարացնելու նպատակով։ Տելեգրամի ալիքներուն մեջ ադելության դարաձումը եղած է առանձնապես ծայրահեղ, ներառելով կանանց եւ երեխաներու թեմ ուղղված սերային բնույթի վիրավորանքներ, բռնության գոչեր եւ նվաստացնող պատկերներ։ Զեկույցը կշեշտե, որ այս քարոզչությունը կխթանե բռնություն եւ խախտում է միջազգային իրավունքները, նպաստելով համագարկված հագահայ քաղաքականության։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու էներգետիկայի բաժնի միջազգային միջուկային քաղաքականության եւ համագործակցության հարցերու փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունգանի գլխավորած պատվիրակությունը այցելեց հայերու թեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիր։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։